Ընդամենը մի քանի ժամից լեփլեցուն կլինի Հանրապետության հրապարակը։ Այնտեղից խորհրդանշական 19:15-ին հազարավոր ջահագիրներ ու քաղաքացիներ երթով կգնան Ծիծեռնակաբերդ։ Շատերն ամեն տարի մասնակցում են ապրիլի 23-ին կազմակերպվող ջահերով երթին։ Ասում են դա ամենաչնչին բանն է, որ պետք է անել աշխարհին հիշեցնելու մի ամբողջ ժողովրդի ցեղասպանությունը։ Լավ կլինի, որ մասնակցեն ու չմոռանան, թե ինչի համար է կատարվում է ջահերով երթը։ Խորհուրդ եմ տալիս միանշանակ մասնակցել ու հնարավորության դեպքում ես էլ կմասնակցեմ։ Մենք ամեն տարի էլ հիշել ենք, ամեն տարի էլ գնացել ենք, այսի մեջ ոչ ենք մոռացել մենք։ Ես պետության հետ գործ չունեմ, ես իմ կարծիքն եմ հայտնում։ Չմոռանալ ով ենք մենք, որտեղից ենք մենք, եւ միշտ հիշել մեր պատմությունը։ Թուրքիի հետ ոչ եղբայրություն, ոչ բարեկամություն, ոչ խաղաղություն չկա, թող մոռանան բոլորը, չկա։ Ոչ մի դեպքում ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի։ Այդպիսի մարդկանց ոնց հավատաս։ Հիմա որ ասում են սահմանադրությունը փոխեք կամ մեկ ուրիշ բան, էդ էլ որ անեն, սա մյուս անգամ ուրիշ բան կասի։ Կասի հայոց սպանությունը մոռացեք, մեկ ուրիշ բան կասի։ Այս տարեց մարդը պահանջում է հիշել, որ թուրքը թշնամի է, նա հայի հետ չի կարող լինել համերաշխ դրացի։ Վստահել չի կարելի, այստեղ ուժն է խոսում։ Անարժանապատիվ խաղաղություն են անվանում Փաշինյանի քարոզը քաղաքացիները, իրական խաղաղության այլ բանաձև ունեն։ Դու պիտի ճանաչես, որ պահանջատեր լինես, հասկանում ես։ Վստահեցնում են, նախ ներքին թշնամիների հախից է պետք գալ։ Մենք ներսից էլ ունենք, մեր ներսի թուրքը ավելի վատն է։ Դրսին է մի քիչ բան, բայց մեր ներսի թուրքը ավելի վատ։ Եթե հանկարծ տեսնեն Փաշինյանին Ծիծեռնակաբերդում, բացատրելու են թուրք-ադրբեջանական տանդեմի միակ նպատակը Հայաստանի թուլացումն ու կործանումն է։ Նրանք նոր ցեղասպանության պլաններ ունեն։